Պարոն վարչապետ, ես այս խոսակցությանը կարող եմ ավելացնել նաև, որ հայկական գյուղատնտեսական ապրանքների ընդհանուր առմամբ, բայց մասնավորապես մրգերի, բանջարեղենի, հատապտուղների եւ նաև ծաղիկների համար այս նոր շուկաների փնտրտուքը իսկապես մեծ հետաքրքրություն է առաջացրել բազմաթիվ տեղերում, կարող եմ Եվրոպական միության շուկան նշել, կարող եմ Կենտրոնական Ասիան նշել եւ արաբական երկրներ, ասենք օրինակ Իրաքը եւ նաեւ անմիջական հարևանները, Թուրքիան օրինակ նաեւ իր ողջ այդ բաներով գործող սահմանափակումներով հանդերձ որոշ դեպքերում ինչպես պարոն Պապոյանը նշեց, արդեն այսպես փորձնական եւ գուցե նաեւ բանի հետագայի պոտենցիալով առաքումներ արվում են, արտանում արվում է, որոշ դեպքերում առաջիկա օրերին շաբաթներին կտեսնենք, չեմ կարող թաքցնել եւ իմաստել չունի առանձին ուղղություններով, քանի որ նոր են այդ շուկաները եւ կոնտակտները, լոգիստիկ խնդիրներ են առաջանում, բայց այդ ամբողջը նայում ենք, կառավարում ենք, փորձում ենք օգնել նաեւ բիզնեսներին եւ բիզնեսների ծանոթացնել։ Ես էլ եմ կարծում, որ այս բանով մարտահրավերով հանդերձ, որը կարծես թե լուրջ ճգնաժամի չվերածվեց, արդեն թվերն են այդ մասին վկայում, մեր համար շատ մեծ հնարավորություններ ստեղծեցին եւ մեծ հաշվով տեղի ունենում այն, ինչ որ մենք երկար ժամանակ խոսում ենք եւ պլանավորում ենք, դա բազմազանեցումն է հայկական արտադրանքի, ուրեմն այդ արտահանման սպառման շուկաների եւ ես ուզում եմ ուղղակի փոքր լավատեսություն հաղորդել այս process-ին, կարծում եմ, որ լոգիստիկ, անծանոթության պայմանավորված զանազան խոչընդոտները արագ հաղթահարվելու են եւ մենք ունենալու ենք ավելի լավ արդյունք, քան նախկինում կար։ Շատ լավ։ Խնդրեմ, պարոն Պապոյան։ Շնորհակալություն, պարոն վարչապետ։ Ես նաև լրացնեմ ձեզ, պարոն Միրզոյանին, աշխարհագրությունը այո, շատ լայն է, Իրաքից, Արաբական Միացյալ Էմիրություններից մինչև Լեհաստան, Թուրքիա, Չեխիա, Ուկրաինա կամ եթե մյուս կողմից գանք միջինասիական երկրներից մինչև արևմտյան երկրներ, այսինքն բավականին լայն մի քանի տասնյակ երկրի մասին է, ես հիմա չեմ էլ կարող դա թվարկել, որովհետև շատ լայն է աշխարհագրությունը եւ նաեւ այո, եւ պետք է սա էլ ընդունենք, որ այն ամենավատատեսական կամ վատատեսական սցենարները, որոնք որ ի սկզբանե նաև մտածում ենք, դրանք չկան եւ ըստ էության մենք բավականին մեծ հաջողությամբ արտահանումներ կատարում ենք, պետք է շարունակենք աշխատել նաև հիմա գործընկերների հետ, էկոնոմիկայի եւ արտաքին գործերի նախարարության աշխատակիցները, բիզնեսի հետ այս օրերին Բելգիայում եւ Նիդերլանդներում են, ուղիղ հանդիպումներ են ունենում տարբեր կազմակերպությունների հետ, այսպես փորձում ենք հերթով երկիր կազմակերպություն գնանք։ Շատ լավ, խնդրեմ, պարոն Գրիգոր։ Շնորհակալություն, պարոն վարչապետ, բայց ելի պետք է շարունակենք միջոցառումները ու շատ ինտենսիվ, որովհետև ամեն ինչ որ ասվեց բացարձակ ճշմարտություն է, բայց կա մի գաբարիտ, որը արտադրվում է Հայաստանում, եւ այդ գաբարիտը հնարավոր չի արագ փոքրացնել կամ մեծացնել, եւ այդ գաբարիտը հնարավոր չի արագ մի լոգիստիկ սցենարից դնել մեկ այլի վրա։ Եվ մեր հիմնական նպատակը նա է, որ այդ արտադրությունները իրանց արտադրական ցիկլից չընկնեն, որովհետև հետո դա վերականգնելը, վերսկսելը էլի ունի բարդություններ։ Ես կարծում եմ տնտեսավարողները արդեն պիտի զգան, որ մենք միևնույնն է հետևից գնում ենք process-ի։ Ես վստահ եմ, որ մյուս նիստում էլ կունենանք հարց եւ ինչպես դուք նախորդ անգամ ասիք, մենք թիկունք կպահենք, բայց նաեւ չհամարենք, որ բուժումը ավարտվել է խնդրի, մենք մի 3 շաբաթ պիտի ինտենսիվ այս ուղղությամբ աշխատենք։ 3 շաբաթ էլ 3 ամիս էլ ի՞նչն է մեզ խանգարում։ Մեր ամբողջ փիլիսոփայությունը, ինչպես այ պայմանավորվել ենք, մեր հայեցակարգը հետեւյալն է, մենք այդ տնտեսվարողների թիկունքը պահում ենք այնպես այն չափով, որ իրենց մղում են գործողության, որ իրենք աշխատեն, որովհետև այսինքն տրանսֆորմացիոն մի շրջան ենք ապահովում, որպեսզի իրանք հանգիստ կարողանան նայել աշխարհին, տեսնել են հնարավորությունները, գնալ, բանակցել եւ ասենք լրացուցիչ լարվածության մեջ չլինեն, որ վարկի մարման ժամկետն եկավ, ինչ են կանելու, տոկոսի մարման ժամկետն եկավ, ինչ են կանելու, եւ սա նորմալ process է եւ պետքա շարունակենք աշխատել։ Այո, ես ուզում եմ նաեւ
արձանագրել, որ էլի նախորդող շրջանի մեր փորձերը, մասնավորապես COVID-ի համավարակի ընթացքում մեր ձեռք բերած փորձը, այն ժամանակ ստեղծած մեխանիզմները այսօր մենք նորից վերագործարկում ենք, որովհետև շատ լավ է, որ մենք տարբեր իրավիճակներում իմիջիայլոց նաև պատերազմի շրջանում, նաև այլ իրավիճակներում մենք պատրաստի բանաձևեր ворթեգրած ունենք եւ այդ բանաձևերը ըստ իրավիճակի հանում ենք եւ որոշում ենք։ Այսինքն մենք այսօր երկար այս որոշումները հիմա ես ինչքան հետևում են, մենք քննարկում ենք գաղափարը առաջանում կամ խնդիրը առաջանում, մենք 2-3 արդեն հաջորդ կառավարության նիստում մենք արդեն ունենք որոշում եւ դրանից մի քանի օր հետո արդեն այդ որոշումը սկսում է իրական կյանքում աշխատել եւ ես ուզում եմ գոհունակությամբ նշել, որ կառավարությունը շատ արագ է արձագանքում, շատ արագ է աշխատում, այսինքն մենք ամեն մի ազդակին միանգամից այդ ամեն ազդակը շենքում եւ մյուս շենքերում process-ներ է հարուցում եւ դա շատ լավ է։ Այս տեմպը պետք է պահել, իհարկե միևնույն ժամանակ չենք մոռանում, որ Եվրասիական տնտեսական միության հետ մենք շատ սերտ եւ ակտիվ աշխատում ենք եւ այդ աշխատանքը կշարունակենք, որովհետեւ մենք այն կանխավարկածով չենք, որ այնտեղ ինչ որ մի անշրջելի բան է տեղի ունեցել եւ մենք հիմա պետք է այսպես ասած այն ուղղությամբ չնայենք, ոչ շատ ակտիվ աշխատելու ենք եւ համոզված եմ, որ լուծումներ կլինեն, որովհետեւ եթե լուծումներ չլինեն, դա լրիվ ուրիշ բան է նշանակում առաջին հերթին Եվրասիական տնտեսական միության համար, որովհետեւ ուզում եմ հիշեցնել, որ Եվրասիական տնտեսական միությունը հայեցակարգային մի քանի դրույթների վրա է հիմնված՝ աշխատուժի, ապրանքների, ծառայությունների եւ ֆինանսների ազատ տեղաշարժ։ Եթե դա չկա, նշանակում է Եվրասիական տնտեսական միություն չկա եւ Եվրասիական տնտեսական միությունը հարցին պետք է հստակ պատասխան ինքը կա թե չկա։ Մենք ասում ենք, որ ինքը կա եւ մենք այդ թվում որպես մասնակից պետություն համարում ենք, որ ինչ որ մի թյուրիմացություն է տեղի ունեցել եւ տպավորություն է ստեղծվել, որ չկա Եվրասիական, բայց եթե Եվրասիական տնտեսական միությունը կասի, գիտեք ինչ, ես չկամ այլևս, դե որ իրանք չկան, մենք ինչ կարանք անենք։ Մենք կանք եւ մենք Եվրասիական տնտեսական միության մեջ ենք եւ աշխատում ենք մենք Եվրասիական տնտեսական միությունում։ Հիմա Եվրասիական տնտեսական միությունը պետք է ասի ինքը կա թե չկա։ Եթե հանկարծ կասի չկա, այսինքն դե յուրե ուղիղ կամ բանով նամյոկով կասի, որ չկա, դե մենք ինչ անենք։ Չկա, չկա։ Եթե կա, կա, եթե չկա, չկա։